Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները ցանկանում են ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծում եւ Ռուսաստանը երախտապարտ է ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի համար։ Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը, որը զգալի ջանքեր է գործադրում խաղաղ կարգավորման համար եւ անձամբ նախագահ Թրամփը ցանկանում են շուտափույթ կարգավորում, եւ մենք եւս մեկ անգամ կրկնում ենք եւ շնորհակալ ենք անձամբ նախագահ Թրամփի միջնորդական ջանքերի համար, ասել է Պեսկովը լրագրողներին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը մայիսի 29-ից 30-ը Կիևում բանակցություններ կանցկացնի եւ սպասվում է, որ նրան կընդունի Վոլոդիմիր Զելենսկին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ Նախարարի այցը Ուկրաինա սպասվում է մայիսի 29-ից 30-ը։ Նախատեսվում է, որ նա մի շարք բանակցություններ կանցկացնի, այդ թվում Վոլոդիմիր Զելենսկու հետ, ասել է գործակալության աղբյուրը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը կգործուղվի Վարշավա։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի նախագահի կանոնադրությունից։ Պատգամավորը Վարշավա կգործուղվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի դիտորդական ժամանակավոր հանձնաժողովի կազմում Լեհաստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտարկմանը մասնակցելու համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի եւ ապարանի հաղթական ճակատամարտի 107-ամյակի առթիվ ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է ապարանի վերածնունդ հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այցելել է նաև զինվորական Պանթեոն եւ ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների շիրիմներին։ 2018-ից 2024 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ 79 միլիոն դրամի գույք եւ դրամական միջոց, որից 46%-ը կամ 96 միլիարդ 934 միլիոն դրամի գույքն ու դրամական միջոցը 2023 եւ 2024 թվականներին։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հղում անելով գլխավոր դատախազությանը։ Նա ներկայացրել է, թե յուրաքանչյուր տարի որքան գումար է վերադարձվել պետությանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանը նոր թափով բախվում են Ուկրաինայի պատերազմի հարցում։ Թրամփը Truth Social-ում մեղադրել է Վլադիմիր Պուտինին կրակի հետ խաղալու եւ նախազգուշացրել, որ եթե ինքն անձամբ չլիներ, Ռուսաստանի համար շատ վատ բաներ արդեն տեղի կունենային։ Պուտինի խորհրդական Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է, որ ամենավատ բանը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը մոտ 50,000 զինվոր է կուտակել Սումիի շրջանի մոտ նախապատրաստելով նոր հարձակման։ Ռուսական կողմը հայտարարում է, որ մեկ գիշերվա ընթացքում խոցել է 296 ուկրաինական անօդաչու սարք, մինչ Ուկրաինան հայտնում է ռուսական 88 անօդաչուի եւ 5 հրթիռի հարձակումների մասին։ Պատերազմը շարունակում է թեժանալ ուժեղ մարտերով եւ նոր զոհերով։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելովուսովը պնդում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ճգնաժամը օգտագործում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում ուժեղացնելու համար, իսկ Ռուսաստանը առաջ խաղացում է արձանագրում ողջ ճակատով, փոխանցում է Reuters-ը։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք Կիևին դրամադրվող ռազմական օգնության դրաշները կավարտվեն առաջիկա ամիսներին, մինչդեռ պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը որևէ խոստում չի տվել Ուկրաինային աջակցությունը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Washington Post-ը։ Այդ օգնությունը կավարտվի առաջիկա ամիսներին եւ Թրամփը չի ազդարարել այն երկարաձգելու ծրագրերի մասին, ինչը Կիևին դնում է անորոշ ռազմավարական դիրքում, ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ մայիսի վերջի դրությամբ Ուկրաինան դեռևս ստանում է Բայդենի վարչակազմի օրոք հաստատված ռազմական օգնության վերջին տրանշները։
Ռուսաստանը պատրաստվում է Դոնբասում ամառային խոշոր հարձակման, այս մասին հաղորդում է The Washington Post-ը։ Այս ամռանը Ռուսաստանը Դոնբասի արևելյան մասում խոշոր հարձակում կսկսի, ասվում է հրապարակման մեջ։ Ըստ պարբերականի Մոսկվայի ծրագիրն է փորձել զսպել ուկրաինական ուժերը առաջնագծում, այդ թվում Սումիի եւ Խարկովի մարզերում, սակայն հակառակ դեպքում Ռուսաստանի զինված ուժերը առաջնահերթություն կտան Պոկրովսկին եւ Կոնստանտինովկային։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մերժում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի շողոքորթությունն ու սպառնալիքները, գրում է բրիտանական The Guardian թերթը։ Պուտինը շարունակում է հավատարիմ մնալ իր հրապարակայնորեն հայտարարված նամակներին եւ մերժում է Թրամփի շողոքորթությունն ու սպառնալիքները, նշում է պարբերականը։ The Guardian-ը հավելում է, որ Պուտինը նաև չի անհանգստացրել ապրիլի վերջին Թրամփի Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքից։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։